1, 2, 3 Բարև ձեզ։ Ես Արթուր Դեր-Թոմասյանն եմ, կինոռեժիսոր, ապրում եմ Ֆլորիդայի նահանգում, Միացյալ Նահանգներում, Պանամա Սիթի Բիչ քաղաքում։ Ես մասնակցությամբ ռեժիսոր եմ և 5 ֆիլմի հեղինակ։ Այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, որ արդյունքն է իմ բոլոր 5 ֆիլմերի նկարահանումների։ Եկել եմ մի երկու եզրակացության, որի մասին ուզում եմ կիսվեմ ձեզ հետ և վերջում կասեմ իմ որոշման մասին, որը կարող է նաև շատ-շատերի հետաքրքրի։ Եվ այսպես, 5 ֆիլմերի նկարահանումների արդյունքում ես եկել եմ մի եզրակացության, որ երևի ես ինքս կհակասեմ, ու այդ հակասությունը շատ օրինաչափ է։ Ես եկել եմ եզրակացության, որ խոսքը կադրից հզոր է։ Ասեմ ինչ է։ Նայեք, երևի շատերը ծանոթ եք Ջոնաթան Լիվինգսթոն ճայը վիպակին Ռիչարդ Բախի։ Այս վիպակին անդրադարձել են շատ ռեժիսորներ ու բոլորն էլ անհաջող, թե ֆիլմով են անդրադարձել, թե ներկայացման ներողություն։ Եվ բոլորն էլ անհաջող են, չի ստացվել։ Ինչի՞, որտեղ Ջոնաթան Լիվինգսթոն ճայում խոսքն է, պատկերը չի, խոսքն է։ Հետևաբար, ես եկել եմ եզրակացության, որ խոսքի հզորությունն ու խորությունը անփոխարինելի է։ Ոչ մի ֆիլմ, ոչ մի կադր չի կարող փոխարինել խոսքի, նրա խորությանը, նրա սիմվոլիզմին, նրա խորհրդին, ու այդ միգուցե այդ եզրակացությունն ինձ նաև ստիպել է, որ ես ֆիլմեր այլևս չնկարահանեմ, այսինքն 27 թվականին ես գալիս եմ Հայաստան, նկարելու մեկ ուրիշ ֆիլմ, և կարող այդ ֆիլմը դառնա վերջին ֆիլմը։ Բայց ինչը պետք է հաղորդորդի դրան, ես 25 թվականին, երբ որ եկա Հայաստան ֆիլմ նկարահանելու, մեկնուից մի շաբաթ առաջ ես տանը նստած մենակ ուղղակի ժամանակ կար, որոշեցի բոլոր իմ նկարահանած ֆիլմերի սցենարները կարդամ։ Երբ որ կարդացի, հասկացա, որ եթե դա բոլորը միավորվի մի պատմության մեջ, վիպակի տեսքով, գրքի տեսքով, ինքը կդառնա շատ իմ հույսով, որ կդառնա շատ հետաքրքիր պատմություն։ Եվ որոշել եմ, որ 27 թվականի ֆիլմի նկարահանումից հետո վերադառնամ Միացյալ Նահանգներ և սկսեմ այդ գրքի վրա աշխատել։ Ու շատ եմ ոգևորված, ասեմ, որ շատ, որովհետև ես հասկացա, որ խոսքը պատկերից առավել է։ Իր խորությամբ, իր փիլիսոփայությամբ, իր ազդեցությամբ, խոսքը ավելին է։ Երկրորդ բանը, որը ես եկել եմ համոզմունքին, որ ես եկել եմ 5 ֆիլմերի նկարահանումից հետո, դա նա է, որ ֆիլմերը բաժանվում են երկու մասի՝ դիտողական ֆիլմեր և ընթերցվող ֆիլմեր։ Դիտողական ֆիլմը կարող է, ասենք, լինի իմ ուսուցիչ, իմ շատ սիրված կինոռեժիսոր հայ Հենրիկ Մալյանի, ասենք, Կտորում երկինքը, շատ հուզական, շատ հաճելի ֆիլմ է։ Ամեն անգամ շատ հաճույքով եմ նայում այդ ֆիլմը։ Եվ գոյություն ունի ընթերցվող ֆիլմեր։ Այսինքն Հենրիկ Մալյանի Կտորում երկինքը դա դիտողական ֆիլմ է, որ ստանում ես էսթետիկա, գեղարվեստական էսթետիկա, ստանում ես պատմություն, հուզիչ է շատ։ Եվ գոյություն ունի ընթերցվող ֆիլմը։ Ասենք, օրինակ, իմ շատ սիրելի կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկի ֆիլմը, Զոհաբերությունը, իր վերջին ֆիլմը։ Դա ինձ համար դա գլուխգործոց է, կատարելություն է։ Ես նույնիսկ հիմա չեմ կարող պատկասեմ, եթե Անդրեյ Տարկովսկին իմ կարծիքով չսպանվեր ԿԳԲ-ի կողմից, ինչ ֆիլմեր կնկարներ հաջորդը Անդրեյ Տարկովսկին։ Անդրեյ Տարկովսկին ինձ համար առաջի ռեժիսորն աշխարհում։ Ես պատիվ եմ ունեցել ծանոթ լինելու Հենրիկ Մալյանի հետ, իր ուսանողը լինելու, և չեմ ճանաչել Անդրեյ Տարկովսկին անձնապես, բայց Անդրեյ Տարկովսկի ֆիլմերը ինձ համար առաջինն եմ, հատկապես Զոհաբերությունը։ Ու ես ավելի շատ հակված եմ ընթերցվող ֆիլմերին։ Հիմա երկար-բարակ մտածելուց հետո ես որոշում կայացրեցի, որ ուզում եմ բացեմ դպրոց,
ընթերցվող ֆիլմերի հեղինակային դպրոց, նայեք, ընթերցվող ֆիլմերի հեղինակային դպրոց։ Եվ ChatGPT-ին հղում արեցի ծրագրի մասին, տվեցի իմ տվյալները, ChatGPT-ն ինձ հարցրեց իմ մասին, քանի ֆիլմ եմ նկարել եւ այլ, իմ աշխարհայացքի մասին մենք զրուցեցինք այդ արհեստական բանականության հետ եւ ինքը ինձ առաջարկեց, որ ես նախարարող կուրսեր էի որոշել բացեմ, բայց ինքը ասաց, որ քո գաղափարը այնքան ծավալուն է, որ մենակ կուրսերով չես զբաղարարվի, ես առաջարկում եմ դպրոցը բացել եւ հիմա բացվում է հեղինակային ընթերցող ֆիլմերի հեղինակային դպրոցը։ Ես դրա մասին էլի տեսանյութեր կթողնեմ ձեզ համար, առայժմ այսքան ուզում եմ սահմանափակեմ, բայց վերջում մի խնդրանք ունեմ, եթե ձեզ հետաքրքրեց այս ամբողջը, ինձ գրեք, մենք կկապվենք, մենք կզրուցենք, ես կտամ ամբողջական ինֆորմացիա։ Դպրոցը կբացվի օֆիցիալ այն ժամանակ, դասերը կսկսեն այն ժամանակ, երբ որ ես բավարար, ասենք, չափով ուսանողներ կունենամ։ Ու մեզ սպասում է շատ հետաքրքիր էզոտերիկ աշխատանք, էզոտերիկ զրույցներ, էզոտերիկայի մասին մենք հետո կխոսենք, էզոտերիկայի մասին կինեմատոգրաֆում հետո կխոսենք։ Հիմա ինչ է ստացվում, որ ես այլևս ֆիլմ չեմ ուզում նկարեմ, բայց դպրոցը բացվում, այո, հենց այն պատճառով, որ ես այլևս ֆիլմ չեմ նկարելու 27 թվականից հետո դպրոցի կարևորությունը շատ հիմա առաջնային է։ Այնպես որ գրեք, հարցրեք, կպատասխանեմ, կզանգեմ, կզրուցենք, հետո ինքներդ կորոշեք, կմասնակցեք այդ դպրոցի 10-15 թե չէ։ Մնացածները մանրամասները մի ուրիշ տեսանյութում։ Լավ մնացեք, գրկում եմ բոլորիդ։